Նշեմ, որ տարիների գիտելիքների և փորձի արտացոլումը կարող եք գտնել իմ այս աշխատության մեջ, որը կոչվում է անդիտիպաբանություն և ներդաշնակության մանկավարժություն, հոգու ինժեներիա։ Ես հիմա կներկայացնեմ նաև այս ֆորմատով, գրքի կազմը։ Ինչու եմ ես գովազդում, կարելի ասել, այս հարթակում գիրքը, որովհետև հիմնական մեր զրույցը վարելու եմ այն հայեցակարգերի տեսանկյունից, որոնք որպես գիտական նորույթ արտացոլված են այս մենագրության մեջ, որոնք հիմնավորված են գիտականորեն և շատ ավելի այսպես սոցիալ հոգեբանական, արժեբանական, նեյրոհոգեբանական սիներգետիկ մոտեցում են ներկայացնում անձի ժամանակակից հիմնախնդիրներին, ներկայացնում եմ գրքում նոր տիպաբանություն, որը իր տեսակով նորույթ է գիտության մեջ, եթե գիտեք տիպաբանությունները հոգեբանության մեջ մի քանիսն են, դա խառնվածքի, բնավորության, ակցենտուացիաների տիպաբանություններն են, կամ Գարների բազմաբնույթ մտածողության տեսությունը և մի շարք այդպես հետաքրքիր տիպաբանություններ կան, այդ թվում Էրիկ Ֆրոմի և եսերի տեսությունների համատեքստում, անձի տարբեր Ռոզենբերգի և այլնի, դրանք բոլորը հիմնավորված են գրքում և ներկայացված են համեմատության համատեքստում այն տիպաբանության հետ, որը որ ես եմ առաջարկել, բայց ես այս մեր հանդիպումների ժամանակ այդ տիպաբանության մասին չեմ խոսի, ուղղակի այն հիմնական առանցքները, որոնց վրա կառուցվում է առհասարակ թե տիպաբանությունը, թե մանկավարժությունը, թե անձի զարգացումը և ձևավորումը, ես ներկայացրել եմ մենագրության մեջ 3 ուժերի փոխազդեցության համատեքստում, որոնց մասին կխոսեմ նաև հայեցի հոգեբանության վերլուծության մեջ և այդ ուժերի մասին պատկերացումը հուսով եմ հնարավորություն կտա ձեզ ավելի լավ պատկերացնելու և ճանաչելու ինքներդ ձեզ, հասկանալու թե ինչպես է ձևավորվում ձեր ներքին աշխարհը, արտաքին հարաբերությունները և առհասարակ գործունեության տրամաբանությունը, վեկտորը ինչ ուժերի ներքո է ձևավորվում։ Եվ հուսով եմ, որ այս մոտեցումը կդառնա ձեզ համար շատ հարցերի լուսաբանման համար կարևոր առանցք և խոհելու առիթ և ինչու ոչ նաև փոխվելու առիթ, որովհետև ինքս այդ խոհերի ընթացքում բազմաթիվ այսպես լուսավոր կետեր եմ բացահայտել և ինքս շատ հարցերում փոխել եմ իմ կյանքի մոտեցումները, արժեքները, հարաբերությունների որակը և մակարդակը և կարծում եմ այն ներդաշնակությունը, երբ մարդը որոշակի տարիքային փուլում հասնում է ինքն իր հետ հարաբերությունների մեջ և արտաքին աշխարհի հարաբերությունների մեջ, բոլորիս համար ցանկալի մի վեկտոր է, որին ձգտում ենք, բայց ոչ բոլորն են իհարկե հասնում դրան։ Եվ դա դինամիկ պրոցես է, մարդը կարող է հասնել ինքն իր հետ ներդաշնակության թե փոքր տարիքում, թե մեծ տարիքում, իհարկե ինչքան շուտ, այնքան լավ, բայց դա մենք սովոր ենք անվանել իմաստություն, իմաստությունը գալիս է մեծ մասամբ փորձի հետ և երիտասարդներին շատ անգամ հենց իմաստության պակասը տանում է շատ ավելի լուրջ խնդիրների, շատ ավելի այսպես փորձությունների կյանքի ընթացքում, որոնցից կարելի է խուսափել, եթե լսենք շատ ավելի, կարդանք, լսենք շատ ավելի իմաստուն մարդկանց խորհուրդները և իսկ հոգեբանությունը մեզ հնարավորություն է տալիս մարդկանց ճակատագրերի ուսումնասիրության շնորհիվ հասնել փորձի
ուսումնասիրության եւ յուրացման եւ դրա շնորհիվ հասկացման, հա, թե ինչպես է մտածում մարդը, ինչպես է նրա վրա ազդում այս կամ այն գործոնը, ինչպիսի ներքին գործոններ են կառավարում նրա վարքը, հույզերը եւ այլն։ Մի խոսքով այս ամենի մասին մենք կխոսենք ընթացքում եւ ասեմ, որ այն ինչը ներկայացված է գրքում հիմնական շեշտը ուղղված է մանկավարժությանը հասկանալու համար, թե ինչպես կարելի է ձևավորել ներդաշնակ անձնավորություն, որը կարելի ասել մանկավարժության մշտական երազանքներից մեկն է եղել, ինչ ասել է ներդաշնակություն, դա անձի ձևավորման գործոնների միջև, այսպես ներդաշնակ փոխազդեցության կայացումն է, երբ մարդը գիտի ով է ինքը, ուր է գնում, ինչ է ուզում եւ ինչ կարող է անել, ինչի համար է անում, հա, այս հարցերի պատասխանները բոլորս կարծես թե մեր կյանքի ընթացքում մեզ տալիս ենք, բայց վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ բավականին խորը արժեբանական, այսպես անկումներ են տեղի ունենում գլոբալ կոնֆլիկտներ, միջազգային հարաբերությունների մեջ ազգային եւ այլ արժեքների խեղաթյուրումներ, ազգերի միջև կոնֆլիկտների սրում եւ մենք տեսնում ենք, որքան մարդկությունը կարծես թե զարգանում է, բայց միևնույն է չեն դադարում ազգերի միջև բախումները, կոնֆլիկտները եւ մի ազգը մյուսի նկատմամբ իրեն գերակայության շեշտվածությամբ ստեղծում է մշտական այսպես լարված իրավիճակներ եւ երկրագունդը այս պահին մենք տեսնում ենք գտնվում է տարածքային, ազգային եւ այլ կոնֆլիկտների թեժ կիզակետում, այն դեպքում, երբ որ մենք կարծես թե այնքան էինք զարգացել, որ պետք է դրանք չլինեին։ Լավ, ինչևիցե, որպեսզի շատ ձեզ չհոգնեցնեմ, սկսեմ նրանից, ինչ ասել են 3 ուժեր, որոնց մասին մենք խոսելու ենք անձի ձևավորման զարգացման ընթացքը դիտարկելիս եւ հայեցի հոգեբանության վերլուծության համատեքստում։ Ըստ իս ցանկացած համակարգ, այդ թվում անձը որպես համակարգ, ազգը որպես համակարգ ձևավորվում են 3 ուժերի փոխազդեցության այսպես սիներգիայի արդյունքում այդ 3 ուժերը ես դիտարկել եմ որպես ներքին ուժեր, արտաքին ուժեր եւ հոգեվոր ուժեր։ Ինչ ասել է ներքին ուժ ըստ իս, դա ներքին ուժը դա անձի, ազգի ներքին բովանդակությունը, կառուցվածքն է, ինչու ոչ ֆիզիոլոգիական, բնավորություն, խառնվածք, գենետիկական առանձնահատկություններ եւ այլն, որոնք կարծես թե հիմք են ստեղծում ֆիզիկական միավորի ձևավորմանը։ Դա կարող է լինել անձը, մարդը, դա կարող է լինել ազգը որպես այդ միավորների համախումբ, դա կարող է լինել ցանկացած կենդանի օրգանիզմ, այսպես ասած։ Արտաքին ուժերը դրանք այն ուժերն են, որոնք ազդում են այդ միավորի վրա, սկսած նեղ ավելի շրջանակներից գնալով ավելի լայնանալով։ Օրինակ, անձի վրա ազդում են ընտանիքի գործոնը, ծնողները, հարազատները, բարեկամները, հարևանությունը, ապա մանկապարտեզ, դպրոց եւ այլն, քաղաքը, գյուղը, դրանք ազդեցության գործոններ են, այդ գործոնները մենք դասակարգում ենք որպես միկրոգործոններ, մեզոգործոններ, մակրոգործոններ, մեգագործոններ, հա, մեգագործոնները դրանք տիեզերքն են, այսօր մենք գիտենք, որ տիեզերական շարժումները, մոլորակները, աստղերը եւ այն ինչ որ կատարվում է տիեզերքում եւս իրենց ուժային ազդեցությունն են ունենում մարդու վրա եւ ընդհանրապես գլոբալ process-ների վրա եւ դիտարկել եմ հոգեվոր ուժը, դա այն ուժն է, որը իմաստ է հաղորդում այն ամենին, ինչ որ տեղի ունենում մեր զարգացման ընթացքում, հա, այնը դա կյանքի այն ուժն է, որը ստորադասից մինչև բարձրադաս հաղորդում է իմաստ այն ամենի այն համակարգի գոյության, որոնք մենք դիտարկում ենք, օրինակ դրա իմաստի առումով
մարդու կյանքի իմաստն ենք դիտարկում, հա, ասենք կենդանիների գոյության իմաստը կարող է լինել ոչ մի բան, ըստ էության, եթե մենք խորապես նայում ենք, չկա մի բան, որ իմաստ չունենա մեր շրջապատում, ուղղակի մենք դա ոչ միշտ ենք հասկանում եւ բացահայտում։ Սկսած տիեզերքի ճշգրտությունից, հա, օրինաչափություններից, որոնց երկրաչափական, ֆիզիկական, քիմիական կառուցվածքով այնքան ճշգրիտ են իմաստավորված եւ կառուցված, որոնք հիմք են դրել կյանքի գոյության համար, վերջացրած անձի ֆիզիոլոգիական կառուցվածքի մեջ ամեն ինչը իմաստավորված է, սկսած մեր տեսողական, սենսորային օրգաններից, ամեն ինչից, դրանք բոլորը իմաստ ունեն։ Բայց այդ բոլորը չի կարող աշխատել, եթե չլինի էներգիան կյանքի էներգիան, որը մեզ ապահովում է շարժման մեջ, դինամիկայի մեջ, հա, որպեսզի մենք ինչ-որ մի բան անենք եւ այդ արածի մեջ ինչ-որ իմաստ հաղորդենք։ Երբ որ մենք ինչ-որ մի բան անում ենք, որը իմաստ չունի, չնայած դժվար է կարելի է գտնել ինչ-որ մի բան, որ իմաստ չունի, բայց այդ իմաստները կարելի է դասակարգել ստորադասից մինչև վերադասի իմաստներ, այս դեպքում մենք կարող ենք հենվել Մասլոուի պահանջմունքների բուրգի վրա, այսինքն այն պահանջմունքները, որոնք մարդու կյանքում գոյություն ունեն ֆիզիոլոգիական մակարդակով եւ ինտելեկտուալ մակարդակով, հա, ներքևից մինչև վերև, այսպես բուրգի եթե ծանոթ եք բուրգին, բուրգում ներքևում ընկած են ֆիզիոլոգիական պահանջմունքները, վերևում արդեն ավելի բարձր էգզիստենցիալ եւ այսպես գոյաբանական պահանջմունքներ, իմացաբանական, գոյաբանական, էզոտերիկ պահանջմունքները եւ այլն, այս բոլորը համատեղ ստեղծում են մարդու դինամիկա, հա, զարգացում ներքևից դեպի վերև մակարդակների վրա, եւ այդ զարգացման իմաստն էլ հենց արտահայտել է անկեղծ ասած Միքելանջելոն, որի նկարը ես օգտագործել եմ իմ այսպես որպես կազմի խորհրդանիշ, հա, այս նկարը բոլորի ծանոթ է Սիքստինյան տաճարում Ադամի եւ Աստծո հանդիպման այս պատկերը, որտեղ մենք տեսնում ենք, որ Աստված եւ մնացած բոլոր կերպարները տեղավորված են մարդու գլխուղեղի սիմվոլիկայի մեջ, իսկ մարդը հողեղեն որպես էակ ձեռք է մեկնել Աստծո հետ հանդիպման եւ այստեղ այդ հանդիպումը դեռևս չի կայացել, բայց մոտ է կայացմանը։ Միքելանջելոն փորձել է ցույց տալ, որ իմաստը դա մարդու գլխուղեղի զարգացումն է, առանց որի հասկացման մենք չենք կարող հասկանալ մարդու մտածողությունը եւ առհասարակ մարդու էությունը, հա, ինչպես է զարգանում, ձևավորվում եւ ընդ որում չենք կարող բացատրել նաեւ այլ երևույթներ, ինչպես է ձևավորվում ազգը, որտեղից է այն առաջացել, ինչպես է ձևանում հավաքականությունը, խմբի գիտակցությունը, խմբային գիտակցությունը եւ այլն, եւ այստեղ է, որ մենք առնչվելու ենք արժեք հասկացության հետ, արժեքներ, որոնք այդ Մասլոուի պահանջմունքների բուրգում բուրգի հիման վրա ստեղծում են նաև արժեքային բուրգը, այսինքն այն ինչի համար, հա, հանուն ինչի մարդը որ ապրում է, այդ ամենը մենք կդիտարկենք արժեքային համակարգում, օրինակ եթե դիտենք Մասլոուի բուրգի ֆիզիոլոգիական պահանջմունքների ստորին շարքը, հա, մարդու ապրելու գոյության պահանջմունքները, մարդը ինչ է անում, սնվում է, մարդը քնում է, հանգստանում է, ուտում է, խմում է եւ այլն, այս բոլոր պահանջմունքների բավարարման համար մարդը եւս առաջնորդվում է արժեքներով, որն է ինձ համար արժեք, հա, սնունդի առումով, որն է ինձ համար արժեք, օրինակ, այս պահին ես ուտեմ, թե քնեմ, այս պահին ինձ համար կարևոր է քնելը, թե ուտելը, հա, էլի ըստ էության դա ընտրություն է մարդու, երբ մարդը առաջնորդվում է հենց արժեք հասկացությամբ երևույթների միջև ընտրելով այն, ինչ իր համար տվյալ պահին արժեքավոր է կամ կարևոր է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ հոգևոր ուժը դա այն առանցքն է, որի շուրջ կարծես այս
ձևավորման, մարդու ձևավորման բուրգը գնում է ստորադասից, կենդանական նրա մակարդակից դեպի միջև ավելի բարձր գիտակցական իմաստային մակարդակ, դա որտեղ է նաև արտահայտվում, դա արտահայտվում է զարմանալիորեն ուղեղի կառուցվածքի մեջ, ինչու համար եմ ես այս ամենը անում, չմտածեք ես շեղվել եմ հայեցի հոգեբանությունից, անպայման է, որ հետագայում մենք դա կարողանանք բացատրենք, եթե դիտարկենք մարդու գլխուղեղի կառուցվածքը, ապա մենք կտեսնենք, որ մարդու գլխուղեղը ևս ունի հիմնական 3 մակարդակ, առաջնային ուղեղ, որը կոչվում է նաև սողունային ուղեղ, երկրորդային ուղեղ, միջին ուղեղ ավելի շուտ, դա կենտրոնն է ուղեղի և բարձրագույն գիտակցություն, դա մեր բարձրադիր ճակատային և այսպես կենդանական ուղեղներից տարբերվող մեծ կիսագնդերն են, իրենց չափով, իրենց կառուցվածքով տարբերվում են կենդանական ուղեղից, դրա համար մենք կոչվում ենք մարդ և մենք կարողանում ենք խոսել, մենք կարողանում ենք արտահայտվել, զգալ, ի տարբերություն կենդանիների շատ ավելի բարձրակարգ այսպես ֆունկցիոնալ շրջանակներում, քան կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչները, եթե պետք կան կենդանիներ, որոնք իսկապես ունեն բարձր զգայություններ, բայց դա մարդուն դեռևս ոչ ոք չի հասել, իր բարձրագույն գիտակցությունով։ Եվ այս առումով մենք տեսնում ենք այդ զարգացման դինամիկան ցածրից դեպի բարձր տեղի ունենում նաև մարդու գլխուղեղի զարգացման գործընթացում, երեխան երբ ծնվում է, նա զարգանում է ցածրակարգ այդ պահանջմունքների, ֆիզիոլոգիական պահանջմունքների դրդման ազդեցության տակ, կամաց-կամաց նա սկսում է ինքը իրեն ճանաչել, երբ արդեն 2.5 տարեկանից ինքը սկսում է ճանաչել, որ ինքը տարբերվում է այլ իր շրջապատի մարդկանցից, ձևավորում է նրա եսը, ես ուզում եմ, ես տարբերվում եմ, նրա ինքնաճանաչողությունը սկսում է արդեն հասունանալ և դա տարիքի հետ գնալով ավելի է զարգանում, իսկ արդեն դեռահասության շրջանում երեխայի մոտ սկսում է առաջանալ հարցը ով եմ ես, ինչու համար եմ ապրում, ինչ եմ ես ուզում, իմ ապագան ինչպիսին կլինի, ճակատագիրը և ընտրությունները, մասնագիտության, ընտանիքի և այլնի հարցերով արդեն հասունանում է այդ տարիքում և այստեղ է առաջանում գոյաբանական իմաստի փնտրելու այդ տենդենսը շատ երիտասարդների մոտ և այստեղ է, որ արդեն մարդը սկսում է ձևավորվել որպես ավելի բարձր մակարդակի էակ և սկսում է փնտրել կյանքի իմաստ և սկսում է հարցեր տալ, որտեղից ես եկա, ուր եմ գնում, նաև մարդը այս ճանապարհին է հայտնվում Աստծո հետ նրա հանդիպումները հաճախ այստեղ են լինում, երբ բարձրագույն իմաստի փնտրտուքների մեջ շատ մարդիկ հանդիպում են Աստծո գաղափարին, սկսում են փնտրել գոյության ուժի մասին, փիլիսոփայական հիմնավորումներ տալ, գոյի և այլն, ձեռք են բերում աթեիստական կամ թեիստական մտածողություն, գիտական հիմնավորումներ են փորձում տալ այս ամենին և սա բնական և նորմալ զարգացման դինամիկան է, որը մարդկությունը ունեցել է իր ոնց որ ասած ակունքներից մինչև օրս և շատ իրաբացահայտումների, զարգացումների մեջ մարդը հասել է մեծ հաջողությունների, ինքը իրեն ճանաչելու և գիտական ձեռքբերումներ ունենալու, հասկանալու բնության երևույթների և այլն, բայց մինչև օրս մարդը չի հասկացել առհասարակ ինչպես կարող է մարդը այսքան դաժան լինել, այսքան չար լինել և ինքը իրեն ոչնչացնել, ինքը իրեն սխալ պահելով, ինքը իր շրջապատին վնասելով և առհասարակ մինչև որտեղ կարող է հասնել այն չարիքները, այն բացասական երևույթները, որոնք մարդիկ
որդեգրում են հատկապես միմյանց հետ բախվելու շրջանակներում։ Եվ այստեղ է, որ ինձ մոտ ցանկություն առաջացավ հասկանալ, ինչպիսի մարդ կարելի է ձևավորել, որը կներդաշնակի նախ առաջինը ինքը իր ներսում, ապա ներդաշնակի արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մեջ։ Եվ այստեղ ազգայինը շատ կարևոր եւ առանցքային դեր է կատարում արժեհամակարգի եւ ինքնագիտակցության, ինքնության ճանաչման գործընթացում, որի մասին արդեն կամաց կանցնեմ հաջորդ մեր զրույցի շրջանակներում։